Ողջույն։ Ավստրիայում կայացած ոչ թե եպիսկոպոսած ժողովի, այլ եպիսկոպոսած հավաքի մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել եկեղեցու տարերով ամրագրված ինքնիշխանությունը եւ ինքնավարությունը վերջ դնել շինծ ու մեղադրանքներով, զրպարտություններով եկեղեցիականների եւ ազգընտիր կաթողիկոսի դեմ ճնշումներին, բռնաճնշումներին ազատ արձակել կալանավորված եկեղեցիականներին։ Իսկ հավաք եւ ոչ թե ժողով, քանի որ Գարեգին II կաթողիկոսը չկարողացավ մասնակցել դրան, նա հայտնվեց մեղադրյալի աթոռին դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր օրեր առաջ հայտարարել, որ փորձ է արվելու հայոց կաթողիկոսությունը դուրս բերել Հայաստանից Էջմիածնի գանձերի հետ միասին եւ խոստացել է դա կանխել։ Ոչ միայն Գարեգին II-ի ելքն է արգելված, այլև եւս 6 հոգեվորականների Չնայած եպիսկոպոսած հավաքի կոչին Հայաստանի իշխանությունը չի էլ պատրաստվում դադարեցնել Գարեգին II-ին կաթողիկոսի պաշտոնից հեռացնելու process-ը, ինչ հանգուցալուծում սպասել, արդյոք Գարեգին II-ը կհեռանա մայրաթոռից, թե իշխանության հետ քայլ սպասել։ Factor TV-ում հրավիրել են քննարկում, որին մասնակցում են Գարեգին Միսկարյանը, +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Արսեն Բաբայանը, Հայրենիք կուսակցության անդամ փաստաբան Հովսեփ Ղազարյանը, Դեմ են բոլորի շարժման անդամ Արնոլդ Բլեյանը, Հանուն Հանրապետության կուսակցության անդամ Հրայր Մանուկյանը, Ուտրեխտի համալսարանի հետազոտող եւ քաղաքագետ Կխնդրեմ, պարոն Ղազարյան, սկսենք ձեզնից, տեղի ունեցավ այս հավաքը, ինչ ազդեցություն այն կարող է ունենալ process-ների վրա եւ եթե դիտարկենք այս նախորդ ամիսների process-ները, ում օգտին են գործընթացները, արդյոք դուք հավանական եք համարում հեռացումը կաթողիկոսի, թե ավելի հավանական է, որ աշխարհիկ իշխանությունը այսպես հետ քայլանի, չմոռանանք մոտ 3 ամսից արդեն ընտրություններ։ Նախ սկսեմ այնտեղից, որ մեր շարժումը, Դեմ են բոլորին շարժումը ունի նեղորակարգ, որը վերաբերում է կոնկրետ 3 խնդիրներին եւ այսօրվա մեր բանավեճը, քանի որ գտնվում է այս օրակարգային հարցերից դուրս, այսօր ես կներկայացնեմ իմ կարծիքը։ Նախ սկսեմ նրանից Նիկոլ Փաշինյանի եկեղեցուն բարեփոխելու ծրագրից։ Սա անկալելի կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը, ով 2018 թվականին հեղափոխության միջոցով եկավ իշխանության, ով խոստացել էր Հայաստանում բարեփոխումներ իրականացնել, կայացած ընտրական համակարգ, պետական կառավարման համակարգ ստեղծեր, ես կհասկանայի նրա այս նկրտումները ինչ որտեղ, եթե նա գոնե մի քիչ այդ օրակարգը իրականացրած լիներ, բայց փաստացի այսօր մենք Հայաստանում ունենք ձախողված պետական կառավարման համակարգ, ձախողված բանակի կառավարում, ձախողված դատական համակարգ, այն կարգի ձախողված, որ մի պահ հասել էր նրան, որ ինքն էր գնացել դատարանի դուռ փակում, ոնց որ դռնապանի պես։ Հաջորդը կոմպոնենտը եկեղեցու բարեփոխումների, եթե ֆիքսեցինք, որ բարեփոխումներ անելու ոչ մի կարողություն չունի այս իշխանությունը, որ եկեղեցու կյանք մտնի, հաջորդ կոմպոնենտը դա բարոյական տեսանկյունն է, արդյոք որևիցե բարոյական իրավունք ունի մտնելու եկեղեցու դաշտ, ես չեմ ասում, որ եկեղեցում խնդիրներ չկան, դրանք բազմազան են, ինչպես բոլոր ինստիտուտները Հայաստանում գործող, եկեղեցին նույնպես հիվանդ է ու առհավատչան այն 10 եպիսկոպոսները, որոնք ուղղակի ծիծաղելի է, թե ինչ դեր են կատարում այդ խամաճիկի դերը Նիկոլ Փաշինյանի առաջ, օրինակ նույն Նավասարդ Կճոյանին, երբ ազգային ժողովի ամբիոնիստ նույն Նիկոլ Փաշինյանը գոռում էր Bentley Samo, այսօր ձեռքն է համբույրում կամ հետը որոշել է եկեղեցի բարենորոգել, այս process-ը ուղղակի ֆարս է։ Իսկ իշխանության ասած անվտանգային կոմպոնենտը, որ գործակալական ինչ-որ ցած կա արտաքին ազդեցություն եկեղեցիականների վրա։ Դա համբասանք է, դա նույնիսկ ծիծաղելի է։ Եթե գործակալ է, եղբայր հստակ է, ԱԾ-ն ինչի համար է։ Թող գնա ձերբակալի, գործակալ է, թող ձերբակալի։ Եթե չի ձերբակալում, ուրեմն ստում են, ուրեմն մանիպուլացնում են, ինչը շատ սիրում են անել։ Գործակալ է, հանցանք է գործել, թող ձերբակալեն։ Ինչի են ժողովրդին խաբում։ Կամ եթե կան ապացույցներ, թող ձերբակալեն, եթե չկան, թող լռեն։ Շնորհակալ եմ։ Պարոն Բլեյան, ինչու՞ չեն բռնում այդ գործակալներին
Այդպիսի հոդվածով պարոն Բաբայան, ինչքան գիտեմ, չկա, չէ՞ մեղադրանք այս պայդրությամբ։ Չէ, բարեբախտաբար չունենք։ Չկա։ Ես ի սկզբանե կարծել եմ, որ ոչ թե պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, թե արդյոք Գարեգին երկրորդը կուսակրոնության ուխտը խախտել է թե ոչ, այլ հենց այն հանգամանքները, որոնք կան եւ որոնց մասին բացարձայնվում են, թե իր անվան հետ, թե իր եղբոր հետ անվան կապված, այդտեղ է որ պետք է իրեն գործեին, բայց համենայնդեպս մենք տեսնում ենք, որ որևէ նման գործողություն չկա, մենք նաեւ լսել ենք, որ իրենք փորձելով չվատթարացնել արդեն իսկ վատ հայ-ռուսական հարաբերությունները, իսկ բնականաբար ուղղությունը գնում է դեպի Ռուսաստանի հատուկ ծառայություններ, դա է պատճառը, որ նաև իրենք չեն ուզում շատ կտրուկ քայլերի գնալ այդ ուղղությամբ, որովհետև փաստ է, որ 91 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում երբևէ որևէ մարդ չի մեղադրվել ռուսական լրտես կամ գործակալ լինելու, չէ, մեղադրվել է մի բան է, այսինքն իրեն բռնել են, իրեն արտաքսել են կամ մեղադրանք են ներկայացրել, մի խոսքով դատապարտել են, չի եղել նման մի իրավիճակ։ Եվ առայժմ մենք տեսնում ենք, որ դա այդպես էլ մնում է այդ վիճակում։ Ես կարծում եմ այդտեղ է մեր սխալը։ Պարոն Ղազարյանն ասում է զրպարտություն է, եթե չկան իրավական հետևանքներ։ Եթե զրպարտություն է, որ ասում եք մեր սխալը, ում նկատի ունեք։ Քանիցս իշխանության։ Հա։ Կարող եք շարունակել։ Ես կարծում եմ, որ քանիցս եղել են պահանջներ նույն կաթողիկոսի, որ եթե դուք կարծում եք, դուք ճիշտ եք եւ մենք ձեզ զպարտում ենք, ընդ որում այդ հայտարարությունները հնչել են ուրեմն հավատացյալների կողմից, ապա դատի դիմեք, մենք կգանք եւ կապացուցենք։ Նման մեղադրանք չի եղել, զրպարտության համար որևէ մեղադրանք չի ներկայացվել, համենայնդեպս ես չգիտեմ, եթե կա, խնդրեմ բարձրաձայնեք, բայց այնուամենայնիվ գիտեք, այս իշխանությունը այո ունի բազում անհաջողություններ, ունի բազում անհաջողություններ եւ հաջողություններ, բայց այդ հանգամանքը որևէ կերպ չի կարող մեղմացնել կաթողիկոսի, որ ի պաշտոնյա որպես գործունյա, ի պաշտոնե իր ուրեմն բանը թերանալը։ Եւ սա հալածանք չի կաթողիկոսի։ Գնայք, իսկ կաթողիկոսի հետ ինչ գործ ունեն, եկեղեցին ըստ սահմանադրությամբ ինքնավար է եւ պետությունից անջատ է։ Ինչ գործ ունի վարչապետը եկեղեցական ժողով փորձի ձախողի ու փորձի խառնվի եկեղեցու բարենորոգմանը։ Պատասխանեք անցնենք պարոն Միսկյանին հետ։ Շատ ճիշտ հարցադրում է, ինչ գործ ունի ընդհանրապես եկեղեցին քաղաքականության հետ եւ ինչ գործ ունի պետությունը, հա, որպես պաշտոնյաները, եկեղեցու հետ մանիպուլյացիա է կանում, որովհետեւ դուք հարց եք տվել, հիմա պետք է սպասեք, ես հավատեմ։ Քաղաքականության մասին չի խոսում։ Դուք հիմա հարց եք տվել, այդ պետք է բանի մասին է սպասեք։ դուք փոխում եք հարցը։ Եկեք լավ պատասխանի պատասխանի, դուք հարց եք տալիս, ես պատասխանում եմ։ Երբ ես պատասխանում եմ, դրանից հետո արդեն կարող եմ անցածներ արձագանքել։ Խոսեն, հետո անցնենք բան վեճին, բայց կարճ կարող եք պատասխանել, եթե չհասցրեք։ Եթե հասցրեք, պարոն Միսկյանին հնարավորություն տանք։ Եկեղեցին Եկեղեցու վերնախավը 2018 թվականից ի վեր որոշեց, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ոչ թե ամենայն հայոց կաթողիկոս է, այլ իրենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի եւ իր աջակիցների կաթողիկոսն են։ Այստեղ էին իրենք սխալվել։ Շնորհակալ եմ։ Պարոն Միսկարյան, հարցադրումը շատ པարզ էր ձեր տեսակետը։ Երևի պետքա մի բան փաստել։ Հայ ժողովուրդը դարերով եղել է հայ առաքելական եկեղեցու համայնք, այսինքն մենք պետություն, պետականություն չենք եղել, մասնատված են եղել տարբեր կայսրությունների միջև եւ հայապահպանության գործը, հայապահպանության խնդիրը իր ուսերին կրել եւ շարունակել է եկեղեցի, պահպանել է եկեղեցին։ Դա եղել է թե Օսմանյան կայսրությունում, թե Պարսկաստանում, թե, չգիտեմ, Վրաստանում, թե Ռուսաստանում։ Հետևաբար Եվ լավ է արել, վատ է արել, կարողացել է արել է այնքան, որքան կարողացել է։ Եվ այստեղ եկեղեցին, ես ուզում եմ ուղղակի հիմնավորել ինչու է եկեղեցին փորձում խառնվել քաղաքականությանը եւ ինչու է հիմա Նիկոլ Փաշինյանը այդպես հետապնդում Գարեգին երկրորդին։ Ուրեմն դեռ առաջի հարցին եմ պատասխանում, եկեղեցին դարերով լինելով հայ ժողովրդի որպես համայնքի առաջնորդ, ղեկավար, չգիտեմ, տեր ու տիրական, իրեն միշտ իրավունք է վերապահել, կազմակերպել այդ կյանքը այնպես, ինչպես նպատակահարմար է գտել։ Ցավոք սրտի անկախությունից հետո
ինստիտուցիոնալ հենքի վրա չի դրվել պետականությունը այնպես, որ մենք այդ համայնքային մտածողությունից կարողանայինք դուրս գալ որպես ժողովուրդ եւ ազգ դառնալ։ Եվ հիմա ըստ էության շարունակվում է եկեղեցու փորձերը վերականգնելու իր ազդեցությունը հայ ժողովրդի վրա այնպես։ Դա լեգիտիմ փորձ է, պարոն Վիսկարյան, թե չէ։ Նայեք, այդտեղ խնդիր դա խնդիր չի։ Ինչ առումով։ Հայաստանի Հանրապետություն հայ ժողովուրդը որովհետև իշխանականներն ասում են, գիտեք ինչ, մենք ենք արտաքին քաղաքականություն վարում, անվտանգության քաղաքականություն վարում, հետևանք կրողը մենք ենք, դուք չէ։ Նայեք, մինչև հիմա արդյոք դա ճիշտ է։ Չէ, դա ճիշտ չի, որովհետև հայ ժողովուրդը միայն Հայաստանի Հանրապետության բնակիչները չեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն, եւ Սփյուռքում գտնվող բազմահազար միլիոնավոր մեր հայրենակիցների հայապահպանության խնդիրը դեռևս մնում է եկեղեցու եւ ինչ որ որոշ այլ կառույցների, բայց ոչ պետական։ Պետությունը դեռևս ինստիտուցիոնալ առումով չի ստեղծել այն գործիքները եւ այն խողովակները, որով պետքա այդ խնդիրը վերցնի իր ուսերին։ Իսկ Հայաստանին առնչվող խնդիրները։ Հիմա Հայաստանին առնչվող խնդիրները այս հարցին պետքա գլոբալ նայել։ Այսինքն, եթե մենք խնդիր ունենք եկեղեցու դերի վերաիմաստավորման հայ ժողովրդի կյանքում դա մի բան է, եթե մենք խնդիր ունենք եկեղեցուն հեռու պահել Հայաստանի մեջ քաղաքական գործընթացներից, դա ուրիշ բան է։ Փաշինյանն ինչ է։ Փաշինյանը անում է երկրորդը, ինքը իր վերընտրվելու համար հետապնդում է եկեղեցու առաջնորդին, լավն է, վատն է, ես դա չեմ քննարկում։ Ինքը որպես վարչապետ լիազորություն, իրավասություն չունի, ինքը իր պաշտոնը չարաշահում է, պարտադրում է իր կառավարության անդամներին, падգամավորներին ուղիղ տեքստով, նաև ազգային անվտանգության ծառայությանն է օգտագործում իր այդ հավաքներին, որտեղ իր պատվերով արարողություններ են ընթանում եւ որտեղ ինքը արգելում է Գարեգին երկրորդի անունը տալ, դա ուղիղ պաշտոնական դիրքի չարաշահում։ Շնորհակալ եմ, կվերադառնանք ձեզ, խնդրեմ պարոն Մանուկյան, ձեր տեսակետը, վարչապետը արդյոք ունի այս լիազորությունները, այս process-ները առաջ տանելու եւ Գարեգին երկրորդը օրինակ պահանջելով վարչապետի հրաժարականը, արդյոք եւ չընդունելով այս կառավարության լեգիտիմությունը, որովհետեւ ասում են, որ իմ պահանջը նրանց հեռացման ուժի մեջ է, հա, արդյոք, ասես ասենք, զանցում կատարում է։ Ինչ եք դուք մտածում։ Ով է զանցում կատարում, հա։ Եվ վարչապետը եւ կաթողիկոսը մեկը մտնելով եկեղեցու գործերի մեջ, մեկը պահանջելով կառավարության կամ վարչապետի հրաժարական այսպես։ Կաթողիկոսը եւ եկեղեցու ղեկավարությունը խախտել են եկեղեցին պետությունից անջատ լինելու սահմանադրական սկզբունքը։ Հիմա դրան էլ կգամ, ասում եմ։ Եկեք իր տեսակետը հայտնի, հիմա մենք կանցնենք։ Խախտել են նրանով, որ եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը փորձել է ռազմական զինված ուժով հեռացնել Հայաստանում հաստատված դեմոկրատական իշխանությանը։ Սա հաստատված է նաեւ արդեն, ես չեմ զրպարտում։ Եկեք վերջացնեմ, լսի, ուրեմն ներածական խոսքի հնարավորություն ունենք։ Մենք գիտենք, որ կոչ է եղել բարձրաստիճան եկեղեցականներից մեկի կողմից մի քանի անգամ ռազմական հեղաշրջման Հայաստանում, բացի դրանից երկրորդ կոչ էինք արել այն ժամանակ, երբ որ մի այլ գործընկեր բարձրաստիճան հոգևորական պատրաստվում էր Հայաստանում, ուրեմն զինված լավ չասեմ զինված, բայց օրենքից դուրս քայլեր անելու միջոցով, ուրեմն Հայաստանում ռազմական հեղաշրջում անել եւ իշխանություն փոխել եւ հիմա ինքը նստած են այդ երկու բարձրաստիճան եկեղեցականները եւ դա նրանք արել են կաթողիկոսի թույլտվությամբ, դա ակնհայտ է, եթե կաթողիկոսը դրան դեմ լիներ, ինքը քայլեր կձեռնարկեր դրան։ Հիմա խնդիրը այստեղ կայանում է նրանում, որ Հայաստանի առաքելական եկեղեցին փորձել է միջամտել քաղաքականության մեջ, ոչ թե զուտ ուղակի ընտրություններին գնալ մասնակցելով, այլ փորձել է հեռացնել Հայաստանում հաստատված դեմոկրատական իշխանությանը։ Այդտեղից է խնդիր առաջացել։ Հիմա Հայաստանի Հանրապետության դեմոկրատական իշխանության ներկայացուցիչը վարչապետը իրավունք չունի սա անտեսելու, որովհետև սա պետության սպառնացող վտանգ է։ Դուք եք համարում, որ անվտանգային հարց է։ Այո, անվտանգային հարցեր
կա նաև, որովհետև մենք տեսանք, որ նրա եղբայրը, կաթողիկոսի եղբայրը, ուրեմն ռուսական ծառայությունների գործակալ է, այդ մասին հայտարարվեց պաշտոնապես Հայաստանի ԱԾ-ի կողմից։ Հայաստանի հրապարակվել է ՊԱԿ-ի գործակալ լինելու մասին թուղթը, որի իրավահաջորդը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ԱԾ։ Անձեռմխելի հնարավորություն է։ Խոսեք, հետո Հայաստանի այդ հայտարարության մեջ նշված է, որ ինքը նաև այս պահի դրությամբ կասկածվում է Հայաստանի ԱԾ-ի կողմից։ Հիմա չգիտեմ, ԱԾ-ն հայտարարել է։ Հիմա ես ձեզ եմ հավատալու, թե ԱԾ-ի։ Կա բարձր, որ արդեն բազմաթիվ Դա ձեր կարծիքն մի րոպե։ Չէ, թույլ տվեք ավարտի, նոր կխոսենք։ Հիմա Նման նման իրավիճակ աշխարհում էլի է եղել, օրինակ Ֆրանսիայում երկար տարիներ եկեղեցու եւ դեմոկրատական իշխանության միջև կոնֆլիկտ կար, այնտեղ էլ էր կաթոլիկ եկեղեցիներ այնտեղ, ինքն էլ էր դրսից կառավարվում, բայց իր դրսիցը Վատիկանն էր, այսինքն հոգևոր իշխանություն էր ամեն դեպքում, քաղաքական իշխանություն չէր։ Մեր դեպքում ուրեմն Ռուսաստանի Կրեմլն է, որը ազդեցություն ունի Հայաստանի այս բանի վրա, եւ Ֆրանսիայի դեպքում եւ մեր դեպքում չափազանց հիերարխիկ կառույց է եւ հակադեմոկրատական գործողություններ է անում դեմոկրատական կարգին դեմ։ Ուրեմն Ֆրանսիայում ի վերջո 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին 1905 թվականի օրենքով կարծեմ շատ հստակեցվեց այդ բաժանումները, որպեսզի ոչ մի ձև թույլ չտրվի, որ եկեղեցին միջամտի քաղաքական գործընթացներին։ Հայաստանում հիմա երբ որ կաթողիկոսը փոխվի, այն բանի պատճառով, որ ինքը փորձել է դեմոկրատական իշխանությունը բռնի ուժով հեռացնել, հաջորդ եկող կաթողիկոսը, ով էլ որ լինի, իրեն զսպված կպահի քաղաքականության մեջ։ Այդ կառույցը մեկը մնալու է այտենց ավտորիտար, իրենց պատկերացումներով ու բանով շատ միջնադարում մնացած մի այտենց հետադեմ կառույց է մնալու, բայց գոնե զսպված են իրենց պահելու եւ չեն խառնվելու քաղաքականություն։ Լսեք պարոն Բաբայանին, պարոն Բաբայան, խնդրեմ։ Ու սկսենք դրանից հետո բանավեճը, խնդրեմ։ Նախ շատ վտանգավոր թեզ է, թե քեզ զրպարտում են, եթե սուտ է, դադիտուր։ Այս չլսված մի վտանգավոր մի վերջի շրջանում հատկապես իշխանության ներկայացուցիչների կողմից տարածող։ Այսինքն մի բան կար, չէ, հայտնի գործիչ կար, ասում էր, հո մենք չպետք է ապացուցենք, որ մենք ուխտ չենք։ Այսինքն կարծում եք, այտենց հեշտ է, մարդուն պետք է զրպարտել, հանցագործության մեջ մեղադրել, հետո ասել, եթե դու հանցագործ չես, գնա զրպարտության համար դատի տուր։ Եթե դատի չտվեցիր, ուրեմն դու հանցագործ ես։ Վտանգավոր մտածողություն է, որ ուղղակի հրաժարվեք սա, ինչ չի կարելի նման բան, որովհետև նման կարծիք ունեցողների մասին ընդհանրապես հանրային դաշտում շատ-շատերը կարող են շատ այլանդակ բաներ ասել եւ ակնկալել, որ համաձայն չես պիտի դատի տաս։ Եվ եթե հանկարծ դրանցից որևէ մեկը դատի չտվեցի այդ ասածներից, ուրեմն դու դրանից ես։ Մի արեք, այդպիսի բան չի կարելի ընդհանրապես իրականացնել։ Հիմա տեսեք, ասում են հարգելի գործընկերն ասում է, որ եկեղեցին, պարոն Մանուկյան ասում է, որ եկեղեցին խախտել է սահմանադրական նորմը։ Այս նախադասությունը ինքնին արդեն աբսուրդի ժանրից է, որովհետեւ եկեղեցին սահմանադրություն չի կարող խախտել։ Սահմանադրական իրավունքները եւ պարտական իրավունքները դրանք պետության պարտականություններ են։ Երբ որ ասում ենք եկեղեցին անջատ է կամ կրոնական կազմակերպությունները կամ եկեղեցին անջատ է պետությունից, դա որևէ եղանակով չի նշանակում, որ եկեղեցին կաշկանդված է դրանով, դա նշանակում է, որ կառավարությունն է կաշկանդված դրանով։ Ոչ, հասկացա, թող ես վերջացնեմ, ես ձեզ չի ընդհանրում։ Եկեք ավարտի, պարոն Բաբայան։ Ես ձեզ վստահաբար ասում եմ, դա այդպես է, դա սահմանադրական իրավունքի մասնագետներին կարող եք հարցնել, իրավաբաններին կարող եք հասնել, եկեղեցին, ոչ սահմանադրությամբ եւ ոչ էլ որևէ օրենսդրական ակտով, որևէ եղանակով կաշկանդված չէ նաեւ քաղաքականությամբ զբաղվելու։ Եկեղեցին պնդում է, որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ։ Ես համաձայն եմ դրա հետ։ Եկեղեցին բարձրացնում է հարցեր, որոնք վերաբերել են հայ ազգին, հայ բոլոր հայերին։ Ասում են վարչապետի հրաժարական է։ Եթե օրինակ եկեղեցին Արցախում ուներ եկեղեցիներ, Արցախում ուներ թեմ, Արցախում ունենք, հա, արցախցիները, այս ամեն ինչը տեսնելով, Արցախի մեր հայրենիքի մեր մեծ կտոր Արցախը, այս իշխանության իրենց համոզմամբ, իմ համոզմամբ էլ, ապաշնոր կամ որևէ այլ պատճառով հանձնվել ադրբեջանցիներին, շատ նորմալ է, որ եկեղեցին, ես, դուք, այն մյուսը դրա վերաբերյալ դժգոհություն արտահայտենք եւ դրա իրավունքը ունենք եւ որևէ մեկը մեզ չի կաշկանդում դրանով, ոչ սահմանադրությունը, ոչ օրենքները։ Հիմա տեսեք, հայտարարություն եկան, ասեք ռազմական զինված ուժով փորձում էին հեղափոխությունը։ Ինչ հայտարարություններ։ Այս որտեղից է հայտարարությունները։ Եկեղեցին երբևէ նման փորձ չի արել։ Անկամ եթե ընդունենք, որ
ընդունենք, քանի որ դեռևս ուժի մեջ մտած դատական ակտ չկա։ Ենթադրենք Միքայել Սրբազանը իսկապես հաստատում ենք, որ ռազմական հեղաշրջման կոչ է արել։ Այդպիսով եկեղեցին ռազմական հեղաշրջում չի արել, որովհետև կոչը եւ կատարել այլ բաներ է։ Այս sense պետք չի է եղանակով, հա, կատարել պրսներ նոր ասենք, հա, այսինքն լսեք, կանխել այդ չի դեպքում կարելի նախապատրաստման հոդված կլիներ եւ ոչ թե կոչի։ Սրանք են տարբերությունները։ Կնեք երևի նկատի ունեք Բագրատ arczepiskoposi գործն էլ երևի նկատի ուներ։ Դա միացնեք իրան, այո։ Երկու գործ միացրեց իրար, բայց ոչ Բագրատ arczepiskoposi եւ ոչ էլ Միքայել Սրբազանի գործերում ռազմական հեղաշրջում անելու դրվագներ չկան, մեղադրանքներ չկան։ Մեղադրանքը Գուցե անօրինական նախապատրաստում գուցե դե դա նույնիսկ դատարան չի ասել։ Գուցե հնարավոր է, որ ենթադրենք ոչ օրինական ճանապարհով իշխանափոխության տարել որոշակի կամ, բայց ռազմական զինված հեղաշրջում չկա նման բան։ Ուղղակի այդպես պնդումներով անել չի կարելի։ Հիմա ասում ենք, թեև ընթացքում արձագանք եղավ, ասում ենք, բանի, հա, կաթողիկոսի եղբայրը գործակալ է Ռուսաստանի, ով ասել Ռուսաստանի գործակալ։ Այո, ԱԱԾ-ն ասում է, որ տեղեկանք է ներկայացրել, որ նախին, հա, խորհրդային միության ժամանակ, չգիտեմ, եղել է գրանցված եւ այլն եւ այլն։ Հետո ինչ որ մի այդպիսի տողագրում, որ կան տեղեկություններ։ Դուք ԱԱԾ-ին եք ավելի շատ հավատում, Պաստոնի, ես ինչքան հասկանում։ Այս հարցում այո։ Որ հարցում, հենց այս միայն, իսկ մնացած հարցերում, բայց այս նույն ԱԱԾ-ն, որ գնում է այդ նույն եկեղեցականներին, ասում է լավ կլինի չեղարկես վեհապարի անունը, բայց ԱԱԾ-ին կարելի է այս դեպքում հավատալ։ Այդ նույն ԱԱԾ-ի գործողությունների շնորհիվ, որ այսօր բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ կան։ Այդ ԱԱԾ-ին կարելի է։ Ես ասեմ ավելի Եթե հիշում ես, մեկն էլ դու ես այդ ԱԱԾ-ի պատճառով 2015 թվականին լքել հայ։ Հիմա լսում եք ԱԱԾ-ին ես դու հավատում։ Այս հարցում ես ԱԱԾ-ին հավատում եմ։ Այսինքն մի հարցում կարելի է, մի հարցում չէ։ Այո։ Ուրեմն հակադեմոկրատական դուք ավարտեք ուժերը կամ հակադեմոկրատական գործողությունները քաղբանտարկյալներ ունենալն է, քաղբանտարկյալներ ունենալը արդարացնելն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության կամ իրավական պետություն լինելը այս կարգի քայքայելն է, որը ցավոք սրտի արվում է Հայաստանի Հանրապետության ներսում որոշ քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերի կողմից։ Պարոն Ղազարյան, եթե հարց ունեք կամ դիտարկում, խնդրեմ, հետո պարոն Բլեյանը կպատասխանի, մի քանի դիտարկումներ ունեմ, հատկապես եկեղեցու քաղաքական կյանքին խառնվելու թեմայով։ Մենք բազմաթիվ դարեր, շուրջ 600 տարի պետականություն չենք ունեցել եւ եկեղեցին ի պաշտոնե միակ ինստիտուտն է եղել հայ իրականության մեջ, որ հայ ազգի պահպանությունը թե քաղաքական, թե մշակութային, թե հոգեվոր իր վրա է վերցրել ու այս առումով եկեղեցու հանրային կյանքին խառնվելը շատ բնական է, շատ նորմալ է։ Ինչ վերաբերվում է արտաքին ազդեցությանը, ելի եմ նշում, եթե Հայաստանի Հանրապետության առաքելական հայոց առաքելական եկեղեցին որևէ գործակալական կապ ունի, ղեկավարվում է այլ պետությունների կամ հատուկ ծառայությունների կողմից, բամբասանքների ցեղ շպրտելու փոխարեն ուղղակի պետք է փաստեր ներկայացվեն, գործ հարուցվի, ես այդ ժամանակ լիովին կպաշտպանեմ այդ process-ը եկեղեցու մաքրման process-ը լիովին ասում է ԱԱԾ-ն ներկայացրեց։ Չի ներկայացրել, ԱԱԾ-ն ներկայացրել է մի թուղթ, որ 86 թվականին կաթողիկոսի եղբայրը հավաքագրվել է Հայաստանի ՍՍՀ ՊԱԿ-ի կողմից, որը հետագայում որի իրավահաջորդը դարձել է ԱԱԾ-ն ու հաջորդ տեղեկանքը, տեղեկություն, ասում է ԱԱԾ-ն ո՞նց է ձևակերպում, կան տեղեկություններ, որ շարունակում է համագործակցել։ Ես հրայրին կհիշեցնեմ իմ ու իր հետ կապված դեպքը, երբ ես ու հրայրը Ժառանգություն կուսակցության վարչության անդամ ենք դարձել դեռ 15 թվականին ու երբ նույն ԱԱԾ-ն փորձում էր մեզ հավաքագրել։ Հրայր, շատ լավ կհիշես, չէ՞ այդ դեպքը, ու կհիշես ոնց հետապնդեցին քեզ։ Դու ուզում ես ասես, այդ նույն ԱԱԾ-ն որ չի բարեփոխվել, նույն ձև շարունակում է, այսօր պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը։ Մենք այն ժամանակ հանցանք էինք գործել, որ հետապնդում էին մեզ։ Ես կուզեմ դու անկեղծ այդ հարցին պատասխանես։ Հիմա տեսեք, դուք եք պատասխանում, հետո պարոն Բլեյանը, հետո պարոն Միսկյանը։ Խառնում ես մի քանի հարցեր, այն մեզ հետապնդել է, երբ որ փորձում էին հավաքագրել քաղաքական իշխանությունը այդ ժամանակվա, որպեսզի մենք ընդդիմադիր գործունեություն չանենք, դա լրիվ ուրիշ բան է։ Հիմա ինչ որ անում հիմա։ Նույն բանը չի։ Հիմա էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ԱԱԾ աշխատանցի դա եմ ասում։ Օտար երկրի ագենտ մանգալու փոխարեն ուղարկում են եկեղեցի, ասում են գնա կաթողիկոսի անուն զեղչի։ Սա լուրջ է։ Մինչև այդ տեղի ունենալը
եկեղեցիներում արդեն քաղաքական քարոզ իրականացվում էր։ Իմ ասածը նա է, որ եկեղեցին ինքը ոչ բարոյական, ոչ իրավական հիմքերը եւ թույլտվությունը ունենալու որոշել է փոխել հիմքերը որտեղից է գալիս իրավական հիմքերն է պարոն Բաբայանը նշեց որ եկեղեցին իրավական առումով ոչ մի օրենք չի խախտում հիմա այն որ ասում եք ինքը եղել է հայապահպան եւ այլն եթե դուք այդպես եք արժևորում եկեղեցուն, հիմա հայապահպանության դերը ստանձնում է պետությունը, ուրեմն քանդենք այդ եկեղեցին, գցենք։ Ոչ, քանդելու կարիք չկա, եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին հսկայական փափուկ ուժի պոտենցիալ ունի ամբողջ աշխարհում։ Եվ այդ ուժը պետությունը օգտագործելու փոխարեն պետությունը որոշել է ամենահիմար բանով զբաղվել պայքարել եկեղեցու դեմ։ Հարցը շատ կոնկրետ է, եկեղեցին փորձում է դեմոկրատական իշխանությունը Հայաստանում հեռացնել։ Դա նշանակում է եկեղեցին այս իշխանությունը դեմոկրատական Ես ուզում եմ ձեր ասած փաստերին մի քանի կարճ անդրադառնալ, հետո դուք եկեղեցու եւ պետության անջատման դրույթը դուք ճիշտ եք, որ մի կողմից ընկալվում է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցուն, բայց դա ոչ, դա միակողմից չէ, դա անգլո-ամերիկյան եւ բողոքական մշակույթում է հիմնականում այդպես ընկալվում, որտեվ դարերով այնտեղ պետությունը երբեմն գնացել է կրոնական փոքրամասնությունների հետևից եւ ճնշել է նրանց եւ այդ եկեղեցու պետության անջատման դրույթը որ մտցրել են, փորձել են պետությանը սահմանափակել, որ չմտնի կրոնական կառույցների մեջ, բայց դա այդ տարածքում է եղել, իսկ Ֆրանսիայում հակառակն է եղել, պետությունը եկեղեցին անընդհատ փորձել է հակադեմոկրատական քայլեր անել եւ Ֆրանսիայում լուրջ կոնֆլիկտ է եղել կաթոլիկ եկեղեցու եւ հանրապետությունների միջև այնտեղ։ Եվ այդ կոնֆլիկտը ի վերջո լուծվել է այդ եկեղեցին պետությունից անջատելու դրույթով, որը երկիրը աշխարհիկ պետություն է սարքում։ Հիմա մեր դեպքը շատ նման է այդ ֆրանսիական մոդելին, որտեղ մեր եկեղեցին էլ է այդպես հակադեմոկրատական, դրսից ազդեցությունների ենթարկվող խառնվում է պետության ներսում, ուզում է իշխանություն փոխել։ Հիմա այս կոնֆլիկտը պետք է լուծվի այն ձևով, ինչ ձևով, որ Ֆրանսիայում է մոտավորապես լուծվել, դա այն է, անել ամեն ինչ, որ թույլ չտալ եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունը փորձել Հայաստանում իշխանություն փոխել։ Սա շատ հակադեմոկրատական միջոցներով հնարավոր է օրինականություն սահմանել։ Հակադեմոկրատական միջոցներով օրինականություն սահմանել հնարավոր չէ, բայց Հայաստանում այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը խախտելով սահմանադրությունը, ասեն ոնց է խախտում։ Պետության ղեկավարը պաշտոնյան իրավունք ունի ըստ սահմանադրությամբ զբաղվելու միայն այն լիազորություններով, որը սահմանվում է օրենքով։ Օրենքի ոչ մի կետում չկա սահմանված, որ Նիկոլ Փաշինյանը կամ ինչ որ ուրիշ վարչապետ իրավունք ունի գնա պատարագում կաթողիկոսի անուն ձեռքի կամ դու բարենորոգման հանձնաժողով սարքի։ Հետևից ես օրենքի հետևից չի ախր սա հստակ է։ Պարոն որ չի կարող եկեղեցուն զբաղվել Սելի գործընկերներ, պարոն Բաբայանն է խոսում։ Շատ հետաքրքիր բան ասեց, ասում է օրենքի տառի հետևից ես ընկել, բա ինչի հետևից ընկնեմ, բա պիտի օրենք եւ տարի երկուսը խոսում եք, ես ուշադիր լսում եմ եւ չի ընդհատում։ Դե հաստատեցի։ Հա, ոչինչ, ռետորական համար է։ Օրենքի տառի հետևից պիտի պարտավոր է պետությունը, իշխանությունը, կառավարությունը ընկնել, որտեղ դա սահմանադրությամբ իր վրա դրված ամենալուրջ պարտականությունն է։ Շատ ճիշտ են ասում, սահմանադրությամբ եւ օրենքներով կարող է միայն գործել կառավարությունը կամ իշխանությունը։ Եվ բավարար օրենսդրական ու սահմանադրական հնարավորություններ ունի կառավարությունը, որպեսզի կարողանա պայքարել այն հնարավոր արտաքին ներգործությունների վրա, որի մեջ ենթադրենք կարող է նաև թաթախված լինել եկեղեցին, բայց որևէ եղանակով սահմանադրությամբ անգամ արգելված պայմաններում որևէ այլ եղանակով իրավունք չունի այդպիսի պայքար մղելու։ Շատ լավ, օրենքով ունեք բոլոր հնարավորությունները, բոլոր կառույցները։ Ազգային անվտանգության նկատմամբ նկատվում են որոշակի վտանգներ, համապատասխան կառույցները օրենքով սահմանված եղանակով կարող են իրականացնել։ Վերջացրել։ Հակառակը չի կարելի այլ եղանակով օրինակ ասել վեհաբար կաթողիկոս դու պետք է հրաժարական տաս, մենք կհասնենք հրաժարականի, սա լիազորությունների անցում է, սա
Սահմանադրության խախտում է։ Իսկ քրեական գործերը սա նաև սա հանցագործություն ասում է։ եք թող կանխեն, արդյոք այդ քրեական գործերը կանխման մասին չեն, այն բոլոր գործերը, որ այս ընթացքում հայտարարվել։ Որ գործերն են կանխման մասին, օրինակ Բագրատ arczepiskoposi, չգիտեմ, եթե մի բան անգամ ընդունենք հենց այդպես է, բա կաթողիկոսի հրաժարականի պահանջը կամ պնդումը, որ անպայման հրաժարական պիտի տա, բա դրանք արդեն հակասահմանադրական են։ Ձեր նմանությունները, ես ավարտեմ էլի։ Հա, պարոն Բլեյանը։ Ես բայց չավարտեմ խոսքը։ Ավարտեմ։ Ձեր նմանությունները Ֆրանսիայի եւ այլ պետությունների հետ կարող են լինել ձեր հնարավոր մտածողությունները, բայց մենք ունենք սահմանադրություն, մենք ունենք սահմանադրական իրավունք, մենք ունենք բազմաթիվ այդպիսի հանգամանքներ։ Սահմանադրությունը կաշկանդում է իշխանությանը։ Դա է սահմանադրության ընդհանուր նորմը։ Նաև եկեղեցուն։ Եկեղեցուն սահմանադրությունը այս մասով չի կարող։ Չէ, գրած է եկեղեցին եւ պետությունը անջատ։ Այո, բայց Այսինքն ինչքան պետությունն է եկեղեցուց Չէ, անջատ, այ հենց այդքան էլ եկեղեցին է պետական կառավարումից եւ քաղաքական։ այս պետական կառավար ոչ։ Որովհետեւ եկեղեցի լավ Ժորժ ջան, ես ասեմ ոչ։ Այդպես չի։ Սահմանադրությունը սահմանափակված է պետության չի, կառավարության սահմանափակում է կառավարության լիազորությունները։ Անձանց համաստեղծում է հնարավորություն։ Կարգավորում է պետության մեջ կյանքն ու գործունեությունը։ Իմ ասածը դրա հետ Այսինքն դուք նկատում եք նաև եկեղեցու կողմից պետական գործեր խառնվելու։ Այո, Նման արգելք գոյություն չունի։ Ես երբ որ ասում էի նախապատմությունը, թե եկեղեցին ինչ դեր ա ունեցել, եւ ասում էի, որ եկեղեցին շարունակում է նկրտումներ ունենալ Հայաստանում քաղաքական իշխանությունը, եթե ոչ վերցնելու, ապա գոնե իր ազդեցությունը ուժեղացնելու։ Այն, որ եկեղեցու պատմություն առարկան մտավ աշխարհիկ պետության մեջ եւ հատկապես առաքելական եկեղեցու։ Ես պատմությանը դեմ չեմ, բայց կրոնի քարոզ դպրոցում անելը դա հակասահմանադրական է այնքանով, ինչքանով որ հիմա Նիկոլ Փաշինյանի միջամտությունը այդ գործերին։ Երկրորդը եկեղեցին սահմանադրության մեջ բերին եկեղեցուն առանձին արտոնյալ դիրք տվեցին։ Ինչու՞, որովհետև եկեղեցին այդ այնպես չէր, չէ՞ որ նստեցին, մտածեցին, ասին, ինչ գրենք էլի այս սահմանադրության մեջ։ Եկեք եկեղեցին գրենք, ինքը լավն է։ Այսինքն քաղաքական որոշում է կայացվել, եկեղեցուն մի քայլ էլ թողնել իրավական պետության մեջ։ Իսկ թե ինչպիսին է եկեղեցու պատկերացումները իրավական պետության մասին, այդ ոնց են ասում, Աստված մի օր ասছে, որ հանկարծ մի օր եկեղեցին որոշի, որ Հայաստանի Հանրապետությունում ինքը խաղի կանոններ է թելադրում։ Մենք լսել ենք նույն սրբազաններին, որ այսօր նստած բանտում են, իրանց մոտեցումները, իրանց պատկերացումները հայ ժողովրդի իրավական պետության ժողովրդավարության մասին։ Դա ուղղակի սարսափելի է։ Ու այն, որ եկեղեցին է սկսել այդ ամեն ինչը, դրանում երկընտրանք չկա, այսինքն դրա մի նշանակ այդպես է, բայց այն, որ դա առիթ չի տալիս Նիկոլ Փաշինյանին հակառակ կողմից գնալ սահմանադրության խախտման, այսինքն դեր լավ դու խախտել ես, ես էլ եմ խախտել։ Դա հարց է։ Ես երկու բան ունեմ։ Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ոչ մի լիազորություն չունի եկեղեցու բարեփոխումներ անելու։ Չունի։ Այդ մեկեք մի վարքյան չեզոքացնի։ Մի րոպե, ես այդ իր խնդիրն է, ոնց չեզոքացնի։ Ես պետք է ես պետք է ինձ որ լսեց ընդ 18 թվականից արած կլներ։ Հիմա մի րոպե։ Դե չի արել գլուխը պատին է տվել։ Հիմա որ չի արել ոչ մի արեք եթերում։ Չէ, դա ինքնակամ է տվել։ Չէ, հիմա պարոն Բլեյանը պետք է խոսի, պարոն Բաբյան, գիտեմ ուզում եք արձագանքել, բայց Չէ, ես երկու բան ունեի ասելու։ Հիմա դուք արձագանքեք։ Համաձայն եմ պատմական էքսկուրսի հետ, նաև այն ակնարկի հետ, առայն որ այո եկեղեցին եղել է մեր պատմության ընթացքում շատ կարևոր հանգամանք եւ նաև մեզ պահելու, մեր իդենտիֆիկացիան պահելու գործում, բայց մենք այսօր ապրում ենք այն ժամանակներում, որ ոչ թե կարևոր է որ լինի եկեղեցի առանց պետության, այլ լինի պետություն իր եկեղեցիով եւ եկեղեցի ով ուժեղացնի պետությունը, որովհետեւ այսօր պետք չէ այդպիսի եկեղեցի, որը չի ուժեղացնում պետությունը եւ որը կարող է հարվածներ հասցնել պետության հիմքերին։ Բայց պարոն Բաբյան կտրուկ երկեց այդ հարվածներ հասցնելու, չգիտեմ։ Տեսեք, մենք խոսում ենք Գարեգին II կաթողիկոսի մասին, ով իր քաղաքական եւ նույնիսկ հասարակական հիմնական գործառույթները սկսել է 2018 թվականի ծիվեր։ Բայց նա 99 թվականի հոկտեմբերի 27-ից եղել է հայ առաքելական ամենայն հայոց կաթողիկոս։ Եվ այդ ժամանակվանից ես չեմ լսել որևէ դեպք, երբ նա իր անհամաձայնությունն է հայտնել երկրորդ կամ երրորդ նախագահի այս կամ այն
ակնհայտ ապօրինի որևէ գործողության հետ։ Ու որ չի հայտնել ու բացի դրանից իր մասնակցությամբ նա ամեն անգամ օրհնել է Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր հանցագործություն։ Ես դրա հետ հարց չեմ եղել այն ժամանակ, ես դրա հետ հարց չեմ եղել մինչև 2018 թվականը եւ ես հարց չեմ 2018 թվականից ի վեր, որ նա ոչ թե այն ժամանակ, երբ մենք պարտվել էինք պատերազմում, ոչ թե այն ժամանակ, որ ոչ թե այնպես ինչպես որովհետեւ իր ներկայությամբ, իր մասնակցությամբ նա մասնակցում էր Ինչին մարտի 1-ին եկել է հանրապետության Մարտի 1-ին ուր էր երկրորդ լավ թողեք ես ավարտեմ Պան Բլեյանի խոսքի հերթն սիրելի գործընկերներ չի Եթե դուք մի բանի հետ համաձայն չեք, դա չի նշանակում ապա պետք է ձեր համաձայնությունը հիմնավոր խոբ ասեք հիմնավոր ասում եմ չի Գարեգին Բ կաթողիկոսը 99 թվականի հոկտեմբերի 20-ից հետո այնքան ահավիտներ են եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ ձայն չի անել որովհետև ինքը մասա կազմել է ամեն ինչի ինքը ամեն ինչի մասա կազմել նույնիսկ էդ է արժե զրկում Ես դեռ չեմ ավարտել Եկեք լսենք պարոն Բլեյանի Ես դեռ չեմ կյանքում Նա լռել է Նա ամեն անգամ լռել է Եվ երբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը այն ժամանակ երբ Հայաստանի Հանրապետությունը եւ թերապես պետականության հարցեր հարցականի տակ գոյություններ հարցականի տակ նա ոչ թե համախմբման կոչեր էր հնչեցնում նա ոչ թե սթափության կոչեր էր հնչեցնում այլ նա մասնակցում էր պետության դեմ բռնի կոչերի հրահրմանը Ես դրա հետ չեմ կարող հաշվի ունել ու կապ չունի այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն է եղել իշխանությանը եւ 16 թվականի քարորյա պատերազմը Ես հաշ չէի Սերժ Սարգսյանի հետ, բայց ես իր կողքին էի կանգնած, որովհետև ես ասում եմ այսօր պատերազմը մենք մեր նախագահի կողքին պետք է կանգնած լինենք, անկախ դրանից, որ նա անիրավական թերապես նախագահ է, որովհետև պատերազմը չի վերջացել, պատերազմը Սերժ Սարգսյանի կողքին։ Պարոն Միսկայան, չանդրջացնենք, որովհետև նա նախագահ չէ այսօր։ Եթե թույլ տաք։ Պան Բլեյանը ավարտի այս կողմից, հա։ Բայց Եվ օրինակ խոսում են հայ առաքելական եկեղեցու փափուկ ուժից։ Օրինակ հայ առաքելական եկեղեցին կարողացել է գոնե մեկ գերի ազատագրել Բաքվի բանտից։ Կամ մենք տեսել ենք օրինակ եկեղեցի փակ եք որ չի ազատագրել։ Իսկ կներեք մենք տեսել ենք օրինակ որ Գարեգին Բ կաթողիկոսը բարձրաձայն Կոչով հանդես գա իր Կիրիլ աղբորը ու ասի կարաս մի բան անես մեր որդի բերեք բայց իսկ ես տեսել եմ իշխանության որի քայլերի պատճառով հարյուրավոր գերիներ են գերեվարվել Հիմա այն մարդը գոնե վնաս չի կարացել Ենթադրենք դու ճիշտ է, ենթադրենք դու ճիշտ ես։ Ուրեմն իշխանությունը մի րոպե գնա գերի Եթե դու ճիշտ ես, եթե դու ճիշտ ես, դա նշանակում է ուրեմն որ Գարեգին Բ կաթողիկոսի ես անգործություն ես, հանցավոր անգործությունը, եւ ես ունեմ տեղեկություն հոգեվորականները տեսել մոտեցել են Գարեգին Բ կաթողիկոսին, ասել են դու կարող ես միջամտությամբ հետ բերել որոշ գերիների նա ասել է ես Նիկոլ Փաշինյանի համար բան չեմ անի թող ինքը հրաժարական տա թող Վազգեն Մանուկյանը դառնա վարչապետ քո բոլոր խոսքերը հերանք որտեղ բանավեճի չունի Լավ, եկեք դու չունես իմ ես ունեմ եկեք պարոն Բլեյան դա բանավեճի մշակույթ է մեկը խոսում է հակադարձությունները լռում են ես հայտարարություն եմ անում դու ձեր խոսելու հնարավորությունը սպառեցիք Եղել է միջամտության փորձ Գարեգին Բ կաթողիկոսին ասել են միջամտիր կարող ես հետ բերել կաթողիկոս որոշ մարդկանց նա մերժել ասել ես Նիկոլի համար բան չեմ անի բացի դրանից այս երկրորդ կաթողիկոսից չեմ հասկանում կնոպկա չկա այդպես չի կարելի էլի տեսեք Լավ պարոն Բլեյանը պետք է ավարտի պարոն Միսկան էմոցիաները զսպեք խնդրում եմ նույն այդ Գարեգին Բ կաթողիկոսը արդեն օգոստոսից անցել է մոտ 7 ամիս ինչքան է անցել մեկ բառ չի հայտարարել թե ի վերջո նա օրհնում է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ընդհանրապես եթե եկեղեցին եւ կաթողիկոսը խաղաղության մասին չէ եթե մարդ մտնում է եկեղեցի եւ չի խաղաղվում ինչի մասին է կաթողիկոսը Այսինքն իրենց պատկերացրածը իր եղբայրը պետք է Ռուսաստանում Մոսկվայում օրհնի ռուսահայերին, որ իրեն գնանց սպանեն ուկրաինացիներին, այդ թվում ուկրաինահայերին, սա իրենց պատկերացրած կաթողիկոսությունը։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Պարոն Բաբան, ես նրան հաշվի, հետո պարոն Մանուկյանը։ Չտեսնել կաթողիկոսի այդ պրոռուսական գործունեություն, այդ պրո-բելարուսական գործունեություն, դա անհնար է։ Ինչու՞ չեք տեսնում, պարոն Բաբան։ Ո՞ս կարել է չտեսնել։ Շնորհակալ եմ։ Պարոն Բաբանը, հետո պարոն Մանուկյանը։ Նա ասում էր Բալտիկ թեմի առաջնորդին,
որ երբ նա խոսում էր խաղաղությունից եւ եվրոպական ինտեգրումից։ Շատ Դուք ուզում եք ասեք լավ։ այս Ձեզ ով է կաթողիկոսը, խոսում, կաթողիկոսը, ընդ որում ես մի բան էլ ասեմ։ Ինչու են ընդհանրապես ընտրվել Ավստրիան։ Հարց չի առաջանում։ Ինչ օրինակ Ավստրիանը։ Լսեք, ձեր երևակայությունն այնքան ուժեղ։ Հաջորդին ես կարձականքեմ նաեւ թե ինչու էր ընտրվել Ավստրիան։ Վառա, որ այդ հարցեր չեն Լավ, պարոն Բաբայան։ Թույլ տվեք։ Դուք եք։ Հետո Հետո պարոն ասում եք Մանուկյանն վեհապարը որոշ բաներ ա մերժել։ Այ ես կարող եմ դա ստուգել, ձեր խոսքերը ստուգել ու համոզվել դուք ճիշտ եք ասում թե չէ։ Կա այդպիսի հնարավորություն։ Ասում եք ինձ ասեց այսպիսի բան։ Կա հնարավորություն որ ես դա կարողանամ ստուգել։ Ես չեմ ասել որ կաթողիկոսն ինձ Հա, ասել։ լավ, ինչ որ բաներ եք ասում, որ գնացին ասեցին այս արա, ասես ես այս իշխանության համար գերի չեմ բերի, կարող եմ կոնկրետ ով ասել, ես կարող եմ ստուգել դա, այսինքն դա երբ ասել։ ներողություն դա որպեսզի մարդիկ հասկանան դա իրականությանը համապատասխանում է թե չէ, ինչ որ եղանակ կա ստուգելու։ Մեր կուսակցության առաջնորդը, այդ թվում Անդրանիկ Քոչարյանի հետ միասին գնացել են Ես կարող եմ դա ստուգել, ստուգել կարող Դες եմ։ ասենք տեսնենք ոնց է Չէ, անունները ասում է, այս մարդկանց ասել, ես կարող եմ դա միգուցե ստուգել։ ստուգելի բաներ ասի, Փորձեք Բաբայան։ զանգարել Գարգին B Շատ երկրորդ կաթողիկոսին, չնայած ինքը հերախոսներին չի պատասխանում, որտեղ վախվորած է, ինքը դարապես իր անձնական հերախոսից չի օգտվում։ Այդպես չի իրականում։ Այդպես է իրականում։ Ես խոսել եմ օրինակ, բայց բայց միգուցե ձեր զանգին պատասխանի եւ այդ հարցը տվեք իրեն։ Լավ, պարոն Բլյան հասկացանք ձեր։ Շատ լավ, այ տեսեք հետարքիր հայտարարություններ արվում։ Ուրեմն Գարգին երկրորդը Շվեյցարիայում խոսում էր Արցախահայերից։ Որ թվականին։ Շվեյցարիայում խոսում էր Արցախահայերից եւ գերիներից, որից անմիջապես հետո հետևեց եկեղեցու նկատմամբ այս ամբողջ Լավ էլի։ ճնշումները եւ այլն եւ այլն։ Դե հիմա լավ էլի եք ասում, բայց ասում եք սա արխիվը կա համացանցում։ Այ դա ստուգելի է, ի տարբերություն ձեր ասածների։ Այս սրանից հետո սկսվեց այս բոլոր գործողությունները, այսինքն թեզը թե ոչինչ չի արել գերիները վերադարձնելու համար, դա կներեք անհիմն է, դրա փաստագրումները բավականին շատ են։ Դուք մի շատ հետարքիր խնդրի առաջ եք։ Դուք իշխանությունն ու պետությունը իրարից չեք կարողանում տարանջատել։ Ուրեմն երբ որ վատ իշխանությանը կոչ է արվում հեռանալու կամ միջոցներ են ձեռնարկում իշխանափոխություն անելու, դա հենց պետականամետ գործունեություն է։ Մարտի 1-ին ինչու էր լռում։ Դա հենց պետականամետ։ Մարտի 1-ին ինչու էր լռում։ Ես ես հարց չէի տալի, չէ՞ ձեր խոսքին։ Տվեցիք մի քիչ առաջ։ Հիմա ես եմ հարցնում։ Մարտի 1-ին ինչու էր լռում։ Լավ, տալի։ ձեր խոսքում անդրադարձեք թե ինչու էր լռում Մարտի 1-ին։ Թողեք խոսեմ, ես գիտեմ ինչին կանդրադառնամ։ Ուրեմն խնդրում եմ դες անդրադարձեք թե ինչու էր լռում Մարտի 1-ին։ կարող եմ խոսել։ Կարող եմ չէ խոսել։ Շատ Խոսեք, պարոն Բաբայան։ Ուրեմն իշխանությունը նորից եմ ասում, պետությունը չի, պետությունը էլ իշխանությունը չի։ Եվ եթե քո կարծիքով, հա, օրինակ, չգիտեմ, վեհապարի կարծիքով, իմ կարծիքով վատն է իշխանությունը եւ դա փոխելու նպատակ ունեն, դա հենց պետությանը օգնելու նպատակ ունի եւ ասել թե պետության դեմ գործողություններ կներեք, սա չգիտեմ, երևի դերերի ու նշանակությունների իրարից չտարանջատելու մասին է խոսքը։ Ինչի ձայն չէր հանում որևէ իրադարձության ժամանակ։ Չէր ուզում ձայն չէր հանում։ Ինչի՞ չէր ուզում։ Իրեն հարցրեք ինչի չէր ուզում։ Դուք ձեր մոտ հարց չի առաջանում։ Բայց դուք ինձ հարց եք տալիս չեք։ Բայց ես հիմա հարցնում եմ, ձեր մոտ հարց չէր առաջանում, մինչև 18 թվականին ցանկություն չուներ ձայն հանելու, իսկ հիմա արդեն ձայն ունի։ Դուք եկեղեցի գնում եք ընդհանրապես։ Լավ, շարունակեք։ Հավատում եք Աստծուն։ Չեք խաղաղվում եկեղեցում։ Ասել եթե գնաք երևի եք խաղաղվում։ Դե գիտեք հիմա նայած հիմա եկեղեցում մտնելուց պետք է նայես տեսնես, թե այդ որ քահանան է։ Արդյոք նա սպասարկում է բոլոր հայորդիներին, թե նա սպասարկում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարպետյանի հետևորդներին։ Հասկացա։ Դա էլ է մի անդրամաբանական։ Ինքն է Չէ, բայց դա էլ է անդրամաբանական։ Դու կարող ես մտնել եկեղեցի եւ քահանան դեղ ասել, դու, չգիտեմ, Քոչարանական եւ Սամվել Կարապետյանական չես, դուրս արի։ Պարոն Բաբայան, շարունակեք։ Ասում ենք թե եկեղեցում քաղաքական քարոզ է իրականացվել, ես վերջերս մենք լսում ենք իշխանության ներկայացուցիչների կողմից։ Կարող եք մատնանշել մի դեպք, որտեղ որ եկեղեցում իրականացվել է քաղաքական քարոզ։ Եթե կնշեք, հետո եթե կհիշեք, հետո կասեք, հա։ Եվ ամենա, այսպես ասած, կարևորը այդ իշխանություն ու պետություն հասկացությունները իրարից պետք է իսկապես տարանջատել, որովհետև դա մանիպուլյացիայի ամենավառ օրինակն է, այսինքն իշխանության վատ գործողությունների դեմ պայքարը դառնում է հակապետական գործունեություն։ Այ եթե նույն ջանասիրությամբ, օրինակ այդքան հակառուսականության ու հակաեվրոպականության փոխարեն մի քիչ հայկականության մասին մտածվեր, նաև ձեր կողմից, ապա այս վիճակը չէր լինի։ Եվ հետեւաբար այս գործողություններն են հակաժողովրդավար։ Ժողովրդավարությունը փչացնում են այն գործողությունները, որ պետությունն ու իշխանությունն իրարից չեն տարբերում, ոչ թե չեն տարբերում, դիտավորյալ սրանք հավասարեցվում են, որպիսի կարողանան որևէ դրական արդյունք ակնկալող քաղաքական ուժին կամ անգամ եկեղեցուն քննադատեն։ Ես այսքանը ուղղակի արձագանք։ Ինչ գիտեք, որ քարոզ են անում, պարոն Մանուկյան, պարոն Բաբայանը շատ կոնկրետ։ Ես կարևոր հարցից սկսեմ։ Մի
իրավիճակ պատկերացրեք, երբ որ առաքելական եկեղեցին, ասենք, մարդկանց է բերում եւ որպես ստրուկներ շահագործում։ Ինչ որ տարբերակներով, հա։ Ինչ որ կառույց են ստեղծում, ասում են, սա մեր ստրկատերն է, հա, Աջապահյանը հարված ստրուկ ունի, պետք է ինքը որոշի, սա մեր կառույցը այդ ձև է, մենք այդ ձև ենք ուզում։ Սա նշանակում է արդյոք, որ սահմանադրությունը կաշկանդում է Հայաստանի իշխանություններին, ոստիկանությանը, վարչապետին կամ մյուսներին խառնվել այդ գործին եւ ասել դու ինչ իրավունք ունես ուրեմն ստրուկներ պահել։ Արդյոք սահմանադրությունը կաշկանդում է։ Ստրուկ պահելը բարոյական վարքագիծ չի, դա հանցագործություն է մարդուն ազատ կամքից զրկելու հետեւաբար իրավունք ունի, չէ՞։ Իրավապահ մարմինները օրենքով նախատեսված կարգով դատարանի որոշմամբ գնում են Շատ լավ, ստրկատիրոջը բռնում են, հասկացա։ Ապրեք, շատ ճիշտ։ Հիմա հաջորդը սրանից չի գնում։ Հիմա ասում եմ, հիմա գնում են հարցին կարճ անդրադառնում եմ, եթե ներողություն, մի րոպե էլի։ Ուրեմն սահմանադրությունը նախատեսում է, որ պետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների անկախությունը ինքնակառավարում է։ Դա ստրուկներ կարող են պահել։ Խոսեմ, ինքնակառավարման մեջ ստրուկ պահելը չի մտնում։ Այսինքն հանցագործությունները բնականաբար պետությունը պիտի համարժեք արձագանքի, բայց երբ որ ասում ենք երաշխավորում է ինքնակառավարման մեջ չմիջամտելը, դա նշանակում է, որ ոչ միայն ինքը չպիտի դա անի, այլ եթե ես էլ փորձեմ, ինձ էլ պիտի չթողնի։ Ահա, ճիշտ եք ասում։ Հիմա փաստորեն օրենքի խախտում է տեղի ունեցել։ Որը։ Որտե՞ղ։ Եթե ստրուկների դեպքում եթե խոսում ենք, չէ։ Եթե տեղի չի ունեցել։ Ստրուկների դեպքում հա ասեցիք, որ օրենքի խախտում հագիստով ենք պարմարական, հասկացանք, որ ապօրինի է։ Այս դեպքում ինչ է տեղի ունեցել։ Եկեղեցու կանոնադրության մեջ ամրագրված դրույթի խախտում է տեղի ունեցել, իսկ ցանկացած դեմոկրատական երկրում կանոնադրությունը ֆիքսվում է։ Ոչ մի օրենսգրքում գրված չի կուսակրոնության մասին դրույթ։ Պետք է չի որ գրված լինի։ Ցանկացած դեմոկրատական պետք է իրավապահները զբաղվեն դրանով։ Կանոնադրություն կա։ Ցանկացած կազմակերպություն։ Հիմա կարող է եկեղեցի որոշի կանանց կուսություններ ինձ ստուգի։ Դե ասենք, տեսեք, լավ, թողեք ավարտեմ։ Պարմարական դուք անընդհատ հարցեր եք տալիս, մի րոպե, ներգրավել եք բանալավ էլ չեմ հարցեր չեմ։ Ձեր վարչապետը իրավապահ մակարդ չի։ Միտքս խոսքը գնում է այդ թե վարչապետը խախտում է օրենքը, այստեղ ձեզ խանգարում է։ Սպասեք, պարոն Մանուկյան, շարունակեք։ Եվ որ խոսքը գնում թե վարչապետը օրենքը խախտել է եւ ես ասացի, որ տարի հետևից մենք շատ ենք ընկնում, իմ ասածը նա է, որ ինքը բավական խելացի է եւ ինքը գտել է թե որ ձևով է, որ օրենքի խախտում է տեղի ունեցել, որը իրեն հնարավորություն է տալիս միջամտելու դա կուսակրոնության խախտումն է, որը ամրագրված է եկեղեցու կանոնադրությամբ, իսկ ցանկացած դեմոկրատական երկրում ցանկացած դեմոկրատական երկրում ցանկացած կազմակերպություն պարտավոր է պետական գրանցման դեպքում իր կանոնադրությունը տալ եւ եթե ինքը խախտում է իր կանոնադրությունը պետությունը պարտավոր է միջամտել։ Ով ասեց որ պարտավոր է, ով ասեց։ Ես հատկապես վարչապետ։ Ես կարող չեմ։ Գիտեք որ մի րոպե որտեղից գիտեք որ պետությունը որտեղից գիտեք որ պետությունը կարող է կամ պետք է միջամտի, ով ասել տես բան։ Կանոնադրությանը պետությունում ֆիքսելը, ֆիքսել դա հաշվառել է, դա գրանցել է, այո։ Կարգադրիչ որևէ գործողություն չի նշանակում։ Կարգադրիչ որևէ գործողություն չունի պետությունը այստեղ։ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը ընդհանրապես գրանցում է։ Ուրիշ որևէ գործողություն ստեղ։ Եթե կոնֆլիկտ է առաջանում, կոնֆլիկտները դատարաններում են։ գործունեություն լուծվում են դատարաններում։ Հիմա կոնֆլիկտ կա, չէ՞։ Չկա։ Մի շարք եկեղեցականների կողմից Իրար մեջ էլ կա կոնֆլիկտ եւ կա նաեւ իշխանության մեջ։ Ես ասում եմ, այ ուր է իշխանության մեջ կոնֆլիկտը։ Իշխանության եւ եկեղեցու մեջ կա կոնֆլիկտ։ Ինչ կոնֆլիկտ, որ կոնֆլիկտի մասին։ Այն կոնֆլիկտը, որ եկեղեցին փորձում է իշխանությունը հեռացնել քաղաքական գործունեությամբ եւ խախտում է իր կանոնադրությունը։ Դա կոնֆլիկտ չի, դա իշխանության վատ ցանկությունն է եկեղեցին փչացնելու։ Կոնֆլիկտը դա կոնֆլիկտ է, երբ որ կուսակրոնությունը։ Ոչ, երբ որ փորձում է դեմոկրատական իշխանությունը հեռացնել ուժով։ Ես իմ Հիմա դա կոնֆլիկտ է, թե դա վատ ցանկություն։ Դա կոնֆլիկտ է։ Դեմոկրատական իշխանության եւ իշխանությունը գրավել փորձող եկեղեցու միջև դա կոնֆլիկտ է։ Եվ այս կոնֆլիկտի դեպքում մի րոպե էլի, այդ կոնֆլիկտը ինչպես է առաջացել, ով առաջացրել։ Եկեղեցին։ Հա, եկեղեցին առաջացրել։ Եկեղեցին է առաջացրել փորձելով հեռացնել դեմոկրատական։ Հիմա դուք ասում եք պետությունը կոնֆլիկտի միջամտել։ Դուք ասում եք պետությունը կոնֆլիկտի մեջ է եկեղեցու հետ, չէ՞։ Դուք եք ասում։ Բա ով պիտի այդ կոնֆլիկտի հարցը լուծի։ Պետությունը։ Բա պետությունն է նույն կոնֆլիկտի մեջ եկեղեցու հետ։ Դուք ձեր ասելով էլի պետություն իշխանություն նույնն է։
Բա ով պիտի լուծի այդ կոնֆլիկտը։ Պետությունը, Ինքը պիտի ստեղծի իշխանությունը կոնֆլիկտ։ պետության Այսինքն ինքը պիտի յազոնեկացի ստեղծի կոնֆլիկտ եւ այդ կոնֆլիկտը ինքը չի ստեղծել, էսա Այդ տարբերությունը։ կոնֆլիկտի ծագումը որտեղից է։ Որտեղից է ծագել կոնֆլիկտը։ Կոնֆլիկտը ծագել է եկեղեցու կողմից իշխանությունը հերացնելու փորձեր կատարել։ Այսինքն իշխանությունը վախեցել է դրանից։ Պարզվեց, որ այնտեղ մի մարդ կա, որ կուսակրոն չի։ Հա։ Ես էլ ասում եմ, Դա օրենքի տառն է։ Չէ, մի վարք։ Դա տառն Ի՞նչն է օրենքի տառը։ Կուսակրոնության հանգամանքը օգտագործելով փորձել։ Ով է ընդունել, որ շատ ներողություն եմ խնդրում։ Ով է ընդունել կուսակրոնությունը։ Կառավարությունը։ Կառավարությունը Ով է ընդունել կառավարությունը չի ընդունել, դա եկեղեցին իր կանոնադրության մեջ ունի։ Ով պիտի Դա պահպանի հնարավորություն է տալիս։ Ով կարա փոխի այդ կուսակրոնությունը։ Կարան փոխեն երբ ուզեն, թե ոչ։ Այդ կուսակրոնության սկզբունքը կարող են փոխել, բայց քանի դեռ այդ ուժի մեջ է եւ իրենք չեն պահպանում, պետությունը կարող է Այ որտեղ է գրած նման բան։ Բայց ոչ թե Փաշինյանը ասում է, ես որպես քրիստոնյա եմ այդ Մանուկյանը, ես ձեզ մի հուշում անեմ, Փաշինյանը ասում էր, ես որպես քրիստոնյա Շատ լավ, ես էլ եմ քրիստոնյա, ինձ տվեք կառավարության ղեկավարի բոլոր լիազորությունները, տվեք ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը եւ այլն, եւ ես էլ որպեսզի կարողանամ հավասար պայմաններով իմ բանն անեմ։ Որպես քրիստոնյա ես կարծում եմ, որ այո, խնդիր կա։ Ինքը չպետք է ասի ես որպես քրիստոնյա եմ այս ամեն ինչը անում։ Ինքը պետք է ասի սա հակադեմոկրատական կառույց է։ Բայց դուք օրենք է խախտում եւ բան չեք պատկերացնում։ Իրավական պետությունը հենց կակրած հակաժողովրդավարական, հակադեմոկրատական քարոզանով իրավական պետությունը թույլ չի դա օրենքների գերակայությունն է։ Օրենքի առաջ բոլորի հավասարություն։ Եթե որևէ մեկը իր լիազորությունները խարաշահում է եւ դուք դա արդարացնում եք, նշանակում է դուք իրավական պետություն Կներեք եմ ասում, կանոնադրություն խախտելով օգտագործել։ Հիմա հատիսը Նիկոլ Փաշինյանը նվիրել է Գագիկ Ծառուկյանին օրենքների կոպտագույն խախտմամբ։ Ես դիմել եմ դատախազությունը այնքան ձեն չի անել, մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի տարի հետո որոշում է ընդունել հետին թվով այդ հանցագործությունը իր օրինականացրել է ու դատախազությունը ինձ պատասխանել է, որ երեք արդեն դա օրինական է։ Այսինքն դա իրավական պետություն ոնց օրենքը խախտեն ուրեմն շատ կարճ ավարտեմ էլի այդ միտքս, բայց պարոն Բլյանը պետք է ես այնքանը բռնվով եմ մտնում խոսի։ ես այնքանը բռնվով եմ մտնում այդ կուսակրոնության Հետո ուխտի պարոն դրժմանը Ղազարյանը պետք է եւ այլն եւ թարապես ես կարծում եմ իրենք պետք է ներսիմ որոշեն թե արդյոք առայսօր դեռ տրամաբանական է պահել այդպիսի ուխտ թե ոչ եւ թարապես ես կարծում եմ որ եկեղեցու բարեփոխման կարևորագույն հատկանիշներից մեկը պետք է լինի իրենց այդ ստալինյան ժամանակաշրջանում գրված սահմանադրության փոփոխությունները եւ այդ հիերարխիկ մոդելը ընդհանրապես պետք է կազմակերպվի, բայց ես ուրիշ բան պետք է ասեմ, եթե 2018 թվականից ի վեր իշխանությունը գնար իրապես բարեփոխումների, խորքային բարեփոխումների հետևից, ապա նույն Գարագին Բկաթողիկոս հնարավոր է շատ շուտվանից ինքնակամ գնար հեռանար, որովհետեւ նա մնալու իշխանությանը նա տեսավ, որ իր գործընկերները, այն մարդիկ, ում հետ նա զգացել է միշտ իշխանություն, իրենք ազատության մեջ են։ Իրենք են նույնիսկ դատարաններում շատ ժամանակ օրակարգ թելադրում։ Սա է եղել պատճառը։ Այսինքն, քանի մենք ունեցել ենք Ռոբերտ Քոչարյաններ եւ Սերժ Սարգսյաններ եւ իրենց հետ ասոցացված բոլոր տարատեսակ քաղաքական գործիչների այդ իրենց արխային գործելավոճը, այդ թվում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպետք է պլստա, բայց թվում էր թե ձկներն ու մկները չեն պլստում, բայց առնետներն ու շնաձկները լավ էլ պլստում են։ Այստեղ է խնդիրը եւ այդ ժամանակ էլ Գարեգին Բկաթողիկոսը ինչ է ասում։ Ասում է մի րոպե, բոլորն էլ ոնց որ իրենց տեղերում է։ Մի քիչ էլ մատ փուշ անենք, տենակ, սրանց հանենք, նորից մենք գանք, նորից տիրանանք այդ ամեն ինչին։ Գարեգին Բկաթողիկոսը կապ չունի ժողովրդավարության հետ։ Սա մեծագույն խնդիրն է։ Այո, դուք ճիշտ եք եւ Նիկոլ Փաշինյանը։ Եվ որն էր ձեր հարցը, ինքս միշտ շեղում եմ։ Բայց ինչի Գարեգի երկրորդը կապ ունենա ժողովրդավարությունը։ Իհարկե։ Բայց էլ ինչ է պետք է խաղ, բայց ինչ է պետք է ինքնացած։ Բայց ինչ է պետք է ունենա։ Այսինքն Գարեգին Բկաթողիկոսը խաղաղության հետ կապ չունի։ Խաղաղության մասին խոսող թեմի առաջնորդների եկեղեցու կառավարման մեջ որովհետև ինքը գնացել էր փողոցներ, ասել է եկեք իշխանությունը որտեղ հրաժարական տվեք Վազգեն Մանուկյանին դարձնենք վարչապետ։ Վազգեն Մանուկյան։ Ուրեմն ինչը որ ես չեմ կարող ստուգել, ես դրան չեմ հավատում, որտեղ ձեր խոսքերից ելնելով հասկանում եմ, որ մեծ ամբողջությունը իրականության կարող են ժամանակ։ Կարճ կապեք պարոն Բլեյան, որ պարոն Ղազարյանը խոսի ու սկսենք ամփոփել։ Դե չէ, ես էլ անգամ բան կարող եմ ասեմ։ Գիտեք,
մի բա վերանանք։ Իմ հարցը այն է, իսկ ձեր որն էր հարցը։ կաթողիկոսը եկեղեցու հետ կապ ունի, ասպեկ ժողովրդավարության հետ չունի։ Պարոն Բաբայանն ասում է այո։ Իր պատկերացած եկեղեցու հետ ունի, բայց ես հաշ չեմ իր պատկերացած եկեղեցու հետ։ Դուք ինչ կապ ունեք եկեղեցու հետ, որ մի հատ էլ հաշտ։ Բա դուք ինչ կապ ունեք։ Ես հավատում եմ Աստծուն եւ եկեղեցի եմ։ Բայց դուք ինչ գիտեք ես հավատում եմ։ Ես ձեզ հարցրեցի, չհաստատեցիք դրա։ Լավ, եկեք։ Հիմա որ ես հարցեցի, դուք էլ պատասխանեցիք, ես ո՞ւստուկ եմ դուք ճիշտ եք Ես ասում հավատում եմ, տարբեր տեսակներ կան, տարբեր բնութագրումներ կան։ Ինչի անձնականի, բայց մենք այստեղ քննարկում մեր անձնական ցանկություններն ու մեր անձնական դու գոնե այդ եկեղեցու մասը լինես, մասնակից լինես։ Պիտի հավատաս։ Ոչ, դա այդպես չէ։ Դա այդպես չէ։ Բա ինչպես։ Որովհետև եկեղեցին դա միայն իմ մասին չէ։ Ես կարող եմ չհավատամ Աստծուն, բայց ես լինեմ փոքրամասնություն։ Ինձ համար կարևոր է եկեղեցին դուք եք բերում իմ մասին։ Ես չեմ բերել ձեր մասին։ Դուք ասում եք, եթե ես հավատում եմ կամ չեմ հավատում, ուրեմն ես կարող եմ կամ չեմ կարող խոսել։ Ես ասում եմ, կապ չունի, ես հավատում եմ թե չէ, չեմ ես հավատում եմ։ Բռնատիրական հայացքներով դեմոկրատիայի մասին խոսելն, այ ձեր բռնատիրական հայացքները, որ օրենքը մինգ եք այդ օրենքի հետևից որոշել է sense պիտի անի, այդ հայացքներով խոսում եք դեմոկրատիայից, հետո հակա ժողովրդավարականությունից լավ էլի Դե ձեր դեմոկրատիան ես գիտեմ, ձեր դեմոկրատիան ես դեմոկրատիայի մասին չեմ խոսել ընդհանրապես։ Պարոն Ղազարյան, հա դուք էլ կաթողիկոսի պես մտածում եք, որ կապ չունեք Ես ինչպես եմ մտածում, բայց կարևոր է, եթե դուք խոսում եք դեմոկրատիայից, դուք հավատում եք դեմոկրատիային։ Ես ինչին հավատում եմ դրա մասին։ Չէ, դուք մի քիչ առաջորդագույն հարցին եք տալիս, ես հավատում եմ եկեղեցուն թե չէ, եւ որ սայդում կարողանաք որոշում կայացնել եկեղեցու հետ կապված։ Ժողովուրդ, իսկ ձեր դուք հավատում եք դեմոկրատիային, դուք դեմոկրատիայից եք խոսում։ Այո, ես Պարոն Միսկարյանը բարկացել է, որ այս անգամ խանգարողը ինքը չի։ Այո, անձամբ։ Լավ, պարոն Միսկարյան։ Ձեր հակա ժողովրդավարական դեմոկրատիայի լավագույն տարբերակն այն է, որ դա ձեր իրավունքն է հավատալ այն բաների, որ նույնիսկ իրականությունից կապ չունեն։ Սիրելի պարոն Բլեյ, սիրելի մեր պարոն տաղավարում Շոկ եմ ստեղծված իրավիճակը Ես կասեի թե ինձ հիշեցնում է մեկ այլ նման ծիծաղելի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով քաղաքացիական կուսակցության քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները գնում են պատարագի, երբ գրեթե նրանցից վստահ են ոչ մեկ չի հավատում Աստծուն, հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի, բայց վարչապետի հրամանով գնում են եկեղեցի բարեփոխելու ու այս կոնտեքստում որ հարցին նայում ես լրիվ բնական է արդեն դառնում մեր օպոնենտների բռնած դիրքը։ Հիմա անցնենք բուն թեմային եկեղեցու Հիմա անցնենք բուն թեմային եկեղեցու խնդիրներին եւ իշխանության խնդիրներին եւ Հայաստանի դեմոկրատացման խնդրին։ մի րոպե, խնդրում եմ, որ սկսենք անդամ։ Եկեղեցին այո ունի խնդիրներ ու այդ խնդիրները պետք է լուծի հենց ինքը եկեղեցին իր կանոնադրության եւ իր նվիրապետության շրջանակում։ Այդտեղ ոչ մի իշխանություն իրավունք չունի խառնվելու։ Եթե եկեղեցու որևիցե անդամ կատարել է քրեական հանցանք, հանդիսանում է օտար երկրի գործակալ, պետության ղեկավարը, կառավարության ղեկավարը ոչ թե պետք է գնա նրա կուսությունը ստուգի փորձի դրանով նրան վարկաբեկել, այլ պետք է այն հանցանքը, որը կատարել է, այդ հոդվածով գործ հարուցի եւ այդ հոդվածով պատասխանատվության ենթարկի։ Հակառակ դեպքում դառնում է քաղաքական հետապնդում իր անձնական շահերից ելնելով։ Շնորհակալ եմ։ Դուք քիչ անցելիք խոսենք, բանի, այսպես ամփոփման տրամաբանությամբ սկսենք այս process-ները թվում է անհատնում են, վերջ չունեն, ամեն օր նոր զարգացում, քրեական գործ, եկեղեցական ժողով կլինի, կաթողիկոսը ինչ կասի, վարչապետը ինչ կասի, ուր են գնում զարգացումները, արդյոք ձեզ տեսանելի են, թե հունիսի 7-ին կարող է ինչ-որ բեկում լինել, խնդրեմ սկսենք ամփոփել, պարոն Միսկարյան։ Դժվար է կանխատեսել Կամ ձեր հայացքը ինչպես պետք է, այսպես ավարտել։ Ես տեսնում եմ խնդիր երկու ստեկ։ Այսինքն ես հիմա բոլոր ներկաներին, այդ թվում նաև ձեզ դեմ եմ նույնիսկ նրանց ովքեր բոլորին դեմ են։ Գոյություն ունի սուբյեկտայնացման հարց։ Հայաստանի Հանրապետությունը
անկախությունից ի վեր, դե դրանից առաջ առավել եւս սուբյեկտայնանալու խնդիր ունի միջազգային ասպարեզում էլ իր ներսում էլ, այսինքն մենք մեր ինստիտուտները կայացած չեն որպես սուբյեկտային պետության ինստիտուտներ չեն ծառայում մեր պետության արդյունավետ կառավարմանը, մեր զարգացմանը եւ մենք ունենք խնդիր այդ բացը շտկելու։ Ցավով պետք է ասել, որ այս գործընթացում եկեղեցի իշխանություն հակամարտության մեջ ոչ Գարեգին Բնն է նպաստում Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնացմանը, ոչ Նիկոլ Փաշինյանն է ազդում Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնացմանը։ Եվ խնդիրը սա է։ Մենք այսօր քննարկում ենք հարցեր, որոնցից ցանկացած լուծման դեպքում մենք շահած դուրս չենք գալու որպես ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանը կհաղթի իր ուզած հոգևորական առաջնորդին կդնի եւ իր իշխանությունը կամրապնդի փառք ու պատիվ իրեն, Գարեգին Բն կհաղթի Նիկոլ Փաշինյանին կհեռացնի, իր ուզած իշխանությունը կգա իշխանության եւ օրինակ չգիտեմ, Հայաստանը կշարունակի մնալ գուբերնիա փառք ու պատիվ իրեն։ Բա մենք որպես Հայաստանի Հանրապետության ժողովուրդ մենք ո՞նց ենք անելու, որ մեր երկրի խնդիրները այդ սուբյեկտայնացման հարցը լուծվի։ Ժամանակը կարճ է, շնորհակալություն, խնդրեմ պարոն Մանուկյան։ Համար ասեմ, որ կրկնեմ էլի, որ կոնֆլիկտը դեմոկրատական իշխանության եւ եկեղեցու միջև առաջացել է եկեղեցու կողմից այն ընդունված աշխարհում եւ հաստատված նորմի խախտմամբ, երբ որ կրոնական կազմակերպությանը չի թույլատրվում միջամտել քաղաքական պրոցեսներին այդպիսի բարձրաստիճան հոգևորականների դեմքով, ինչպիսին որ Հայաստանում մենք տեսանք։ Հիմա այդ կոնֆլիկտը լուծում պետք է գտնի։ Եվ կոնֆլիկտի լուծումը Փաշինյանը գտել է այն իրավական այն նորմի հիմքի վրա, որը որ ասում է, որ կանոնադրությունը այս կազմակերպությունը խախտել է իր գրած կանոնադրությունը։ Եթե ես հիմա կազմակերպություն եմ բացում, կանոնադրություն եմ տալիս պետությանը եւ խախտում եմ այդ կանոնադրությունը սկզբից մինչեւ վերջ ամենաբարձր մակարդակով, պետությունը իրավունք ունի միջամտել։ Փաշինյանը օրենքի ոչ ոգին է խախտել, ոչ տարն է խախտել այս տեսակետից։ Բայց քանի որ ինքը իսկապես հայ առաքելական եկեղեցու հետևորդ է եւ նաեւ ասում է, ես հո չեմ կարող երկու մասի բաժանվել, ինքը բավական մեղմ մոտեցում է ցուցաբերում եւ փորձում է, ինչպես որ ինքը ասեց, ամենաքիչ ցավոտ ճանապարհով սա լուծել։ Դրա տեսակետից ես հիմա տեսնում եմ, որ կարող է ինքը թողել է, որ այս հարցը վերջնական կարգավորում ստանա այս տարվա ընտրություններից հետո, բայց ես կարծում եմ, որ դա սխալ ճանապարհ է եւ պետք է արդեն պետք է Կտրիչ Ներսիսյանը փոխված լիներ։ Ինքը կարող է հիմա էլ հասնել նրան, որ Կտրիչ Ներսիսյանը մի քանի շաբաթ հետո այնտեղ չլինի, բայց քանի որ ինքը շատ այսպես փափուկ անցավ ճանապարհով է փորձում գնալ, նաև վստահ է, որ հաղթելու է այս տարվա խորհրդարանական ընտրություններին, ասում է դե ոչինչ, թող մնա, միգուցե ինքը ի վերջո համոզվի գնա, բայց Կտրիչ Ներսյանը չի համոզվելու, ինքնուրույն չի գնալու, ես դրանում վստահ եմ ու հարցը ամենայն հավանականությամբ իսկապես ու ցավալիորեն կմնա լուծվելու 2016 թվականի այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, ամփոփիչ։ Պարոն չմտնեք բանավեճի մեջ։ Մի քանի պնդում արվեց ժողովրդավար պետություն ունենալու, իշխանություն ունենալու, որը հստակ կեղծ պնդումներ են, որովհետև այսօր ավելի շատ քաղբանտարկյալ կա մեր բանտերում, քան Սերժ Սարգսյանի ժամանակ դիցուկ։ Վաստա դա։ Նարեկ Սամսոնյանը օրինակ, ինչի համար է այսօր նստած։ Խուլիգանություն։ Ինչ խուլիգանություն։ Բա դուք ինչի նստած եք խուլիգանության։ Մնացածը բան անեք էլի։ Ստում եք ինձ։ Բառապաշարը դուք մի րոպե, խուլիգանության համար մակարոնն է նույնիսկ ստում են։ Այդ ձեր նման իշխանություն։ Լավ, սիրելի բարեկամներ, վերջ, ես հիմա կդադարեցնեմ քաղբանտարկյալ չի։ Պարոն Մանուկյան, պարոն Ղազարյանն էլ էս տեսակետ ունի, ասեք, այո։ Ես ունեմ համոզմունք, որ Հայաստանում ժողովրդավարացման process-ը պետք է սկսվի այն մեխանիզմների փոխելով, որով ձևավորվում է իշխանությունը եւ որ մեխանիզմները Նիկոլ Փաշինյանին ակնհայտ ձախողումներից հետո արտաքին քաղաքական պետության կառավարման, պատերազմի կառավարման բոլոր ձախողումներից հետո թույլ տվեցին
քաղաքական դաշտը բևեռացնելու մնալ իշխանության ու որի արդյունքում շարունակվեցին մեր կորուստները, Արցախը կորցրեցինք, Հայաստանի տարածքից գյուղեր հանձնվեցին Ադրբեջանին կեղծ սահմանազատման գործընթացի անվան տակ, որի փոխարեն Հայաստանը չստացավ ոչ մի բան բացարձակ, եւ այս խաղաղության process-ը ճակերտավոր, որի անվան տակ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ոչինչ։ Դրա համար ես դեմ եմ բոլորին։ Բոլոր այս քաղաքական դաշտում գործող բոլոր նախկին ու ներկա քաղաքական գործիչներին, ովքեր մեղավոր են հավասարապես պետությունը այս վիճակին բերելու մեջ եւ իմ հայրենակիցներին կոչ կանեմ այս ընտրություններին ընտրել բոլորին դեմ եմ շարժմանը, որպեսզի Հայաստանը թևակողի իրական դեմոկրատացման քաղաքական գովազդ է։ Դուք էլ կարող եք ձեզ գովազդել պարոն, սա իհարկե գովազդելու կարիք ես պահին չունեմ։ Մի քանի հանգամանքի արագ անդրադառնամ։ Եթե ընդունենք, թե իրականում կան այն վտանգները, որը, ասենք, կառավարության ղեկավարը տեսնում է, հա, եկեղեցու կողմից, ապա օրենքով եւ սահմանադրությամբ արկային բոլոր, ինչպես խոսեցի, ասեցի, բոլոր հնարավորությունները այդպիսի ռիսկերը կանխելու համար։ Եթե չի ընտրվում օրենքով եւ սահմանադրությամբ այդպիսի ռիսկերը կանխելու ճանապարհը, այլ ընտրվում է օրենքով ու սահմանադրությամբ արգելված գործողությունների ճանապարհ, դա նշանակում է, որ կառավարության ղեկավարը ստում է, այսինքն չկա նման խնդիր։ Եթե լիներ, բոլոր հնարավորությունները օրենքը տալիս էր, որ դա կարող էր իրականացվել։ Եվ վերջում, ես մի բան գիտեմ, եկեղեցուն հաղթել հնարավոր չի։ Եվ ես վստահ եմ, որ իշխանությանը չի հաջողվելու եկեղեցուն հաղթել, ձեզ էլ չի հաջողվելու։ Եվ ձեր հակաժողովրդավարական այդ կեցվածքով, պնդումներով աշխատեք քիչ խոսել ժողովրդավարության Ես աշխարհի մենը դեմոկրատական երկրներում բայց ձեր հերթը անցել է արդեն տարի արդեն 10-ից ավել տարի դեմոկրատիա եմ ուսումնասիրել։ Վտանգավոր տեղեր եք Հայաստանի ամենախորտար կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Որ մեկի հարկային ժամանակ ես չեմ եղել բայց ես էլ չեմ Դուք այլևս հնարավորություն չունեք խոսել ինձ խոսում են Հայաստանում դուք չեք կարող ձեր Հայաստանում հետաքրքիր է որ Հայաստանում դեմոկրատիա սովորել Սիրելի բարեկամներ, բայց դուք հիմա ձեր այլևս չեք կարող։ բայց հիմա իրա ինչ ուզեն խոսելու հերթն է ձեր ինչ ուզեն խոսելու հերթը չի դե հիմա Ավարտեք, զեղծությունը դա է որ ասում Բայց եմ։ ես ասում եմ դուք ձեր հայացքները որ հիմա ես տեսնում եմ դեմոկրատական չլինի Համար ես ասում ձեր հայացքները որ ես հիմա տեսնում եմ ձեր խոսքերը որ լսում եմ դրանք հակաժողովրդավար են Պետք է ձեր ավտորիտար պատկերացումների ձեր պատկերացումը Երկուսդ էլ ճիշտ եք, պարոն։ Թողեք հիմա ինքը ինչ ուզում է խոսում Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ։ Պարոն Բլեյան, ամփոփեք։ Ես կարծում եմ այստեղ չկա դիմակայություն, Դիմակայություն իշխանության եւ Արճակատում իշխանության եւ եկեղեցու միջև ես կամ պետության եւ եկեղեցու միջև ես դիտարկում եմ որպես դարապես պետությունից իշխանությունից անջատ այս գործընթացը ես կարծում եմ այո եկեղեցին կարիք ունի բարեփոխման ես կարծում եմ որ այդ բարեփոխումը պետք է ներսից գա այո այն 10 եպիսկոպոսների մեջ կան մարդիկ հիմա իմ ազատ խոսելու ժամանակը 8 այլևս դե ուղղակի որ սխալները չգնա 10 պատվիրանները նկատի հա թե չէ 8 են մնացել մեկը կարկալույց արվեց մյուսը ոնց որ հակառակ արդեն երկու Դուք երկարացնում եք նրա խոսելու հա ժամանակը։ ես օգուտ չունեմ ես կարծում եմ որ այն 10 եպիսկոպոսները ովքեր որոնց մեջ կան իրոք ոմանք օդիոս դեմքեր բայց այնուամենայնիվ նրանք իրենց մեջ քաջություն գտան ընդունելու իրենց սխալը եւ փորձելու միջամտելու որպեսզի այն վատ ճանապարհով որով ընտրել է Գարգին Բ կաթողիկոսը գնալ առաջ դա առաջին հերթին վնասում է հենց Հայաստանի առաքելական եկեղեցուն եւ ես կարծում եմ որ թարապես եթե մենք դիտարկենք թե ովքեր են սատարում Գարգին երկրորդ կաթողիկոսին մենք կտեսնենք որ այդ սատարման կոչեր են հիմնականում գալիս այն ուժերից, իհարկե ոչ բոլորը, որ ես նախապես ասեմ, որ բորբոքումներ չլինեն, բայց հիմնականում իրենց սատարում են հակաժողովրդավարական ուժերը, այն ուժերը, որոնց համար թափես խաղաղությունը դա սպառնալիք է իրենց քաղաքական գոյության, այն ուժերը, որոնք սպասարկում են Կրեմլին, այն ուժերը, որոնք սպասարկում են Կիրենկոին, եւ նույն այդ իմիջիալոց այդ Սերգեյ Կիրենկոին կիմանաք հետո բանից հետո։ Ես ձեզ գիտեմ Կիրենկոին։ Դուք ինձ այսօր իմացաք։ Այո։ Ես թվում է ելուստը ուրախ եք այս սառնության համար եւ կարող եք ինձ շնորհակալություն հայտնել։ Եվ եթե կտեսնեք, շնորհակալություն եթե նկատել եք Գարեգին Բ կաթողիկոսին, հիմնականում սատարում են Ռուսաստանից, հիմնականում սատարում են
երկրորդ եւ երրորդ նախագահներն ու իրենց հետ փոխկապակցված Գարեգին Ելի լավ որ գոնե Գարեգին Լավ, ասում տարբերությունը պարոն Ես Գարեգին եմ ասում, Գարեգին։ վիրավորական բառեր ավ օգտագործում։ Լավ։ Եվ ես կարծում եմ, որ այն գործունեությունը լավ, հիմա մի րոպե թողեք լրջացեք, ես ավարտեմ իմ կոչը ու մենք ավարտում ենք։ Ես հասկանում եմ, որ դուք չեք ուզում գնալ այստեղից, բայց պետք է խոսել։ Եկեք հիշենք, որ նույն Բագրատ Սրբազանը, երբ Հայաստանի Հանրապետությունը ուրեմն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շտորիվ կարողացավ Ադրբեջանին բերել կառավարելի դաշտ, կարողացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բերել մեկ քայլ առաջ, այդ ժամանակ Գարեգին ներողություն Բագրատ Սրբազանը ունենալով Գարեգին B-ի օրհնանքը, ինչպես նա հայտարարեց եւ որը ուրեմն հերքվեց Գարեգինի կողմից կաթողիկոսի ձեր չէ։ Այդ ժամանակվանից ի վեր մենք տեսանք, որ այդ հակապետական քայլարշավը, որ նա իրականացրել Կիրանցից մինչև Երևան եւ փորձում էր այստեղ իշխանությունը զավթել բռնի կերպով, դա տապալվեց։ Եվ դա տապալվեց եւ ես ուրախ եմ։ Ձեր հերթը չէ։ Եվ ես ուրախ եմ։ Ես ուրախ եմ, որ դա տապալվեց։ Ես ուրախ եմ, որ մենք ունենք առաջին միջպետական համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք որ Ռուսաստան ընդհանրապես այդ գործարքից դուրս է մնացել, որովհետև որտեղ կա Ռուսաստան, այնտեղ կա Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշում, այնտեղ կա կաթողիկոս։ Եվ իդեպ ես ասեմ, ես այսօր իմացա, որ բոլորին դեմ եմ շարժման առաջնորդներից մեկը կամ անդամներից մեկը, որը թերևս բոլորին դեմ է, բայց կարծես չէ դեմ չէ այն թեզերին, որոնք գալիս են Ռուսաստանից, որովհետև Հայաստանին մեղադրել Արցախը հանձնելու մեջ հիմնական է թեզը դա Ռուսաստան արդեն ավարտվեց։ Պարոն Ղազարյան, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հրավիրել ենք քննարկում եկեղեցու այսպես վերնախավի հոգևոր իշխանության աշխարհիկ իշխանության միջև հարաբերությունների թեմայով քննարկմանը մասնակցում են Գարեգին Միսկարյանը, +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Արսեն Բաբայանը, Հայրենիք կուսակցության անդամ եւ փաստաբան Հովսեփ Ղազարյանը, դեմ են բոլորին շարժման անդամ Արնոլդ Բլեյանը, Հանուն Հանրապետության կուսակցության անդամ Հրայր Մանուկյանը, Ուտրեխտի համալսարանի հետազոտող եւ քաղաքագետ, շնորհակալություն Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։